սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, իսկ դա նշանակում է գալիս եք ավելի մոտիկ մեր հեռուստաէկրաններին, վերցնում եք ձեր դրական էներգիան, ես էլ իմը ու ուղարկում ենք իրար, իսկ դա նշանակում է, որ կարող ենք այս պահին վայելել միասին մի լավ տեսահոլովակ ու արթնանալ։ Գնացինք։ Դե ինձ սիրելիներս, առաջիկա 1 ժամը փորձելու ենք լինել հետաքրքիր, ունենալու ենք նաև հետաքրքիր հյուր, բայց մինչ այդ առաջարկում եմ տեղափոխվենք նորաձևության աշխարհ։ Քայլենք միասին նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Գնացինք։ Ողջույն, ձեզ հետ Նաիրա Հարությունյանն է եւ մենք քայլելու ենք նորաձևության հետքերով։ Այսօր փորձելու ենք համադրել թանկարժեք իրերը բազային հագուստների հետ։ Դե ինչ գնացինք միասին պարզելու։ Այսօր նորաձևության ամենակայուն տրենդերից մեկը լյուքսի եւ մաս մարքետի խառնուրդն է։ Եվ դա արդեն պարզապես ոչային հնարք չէ, այլ ժամանակակից զգեստապահարանի իրական փիլիսոփայություն։ Ավելի վաղ նորաձևությունը բավականին կտրուկ էր, կամ դու լյուքս ես կրում, կամ մատչելի բրենդեր։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ դիզայներներն ու ինֆլուենսերները սկսեցին համարձակորեն համադրել թանկարժեք իրերը բազային հագուստի հետ։ Օրինակ, Շանելի պայուսակը Զարայի ջինսերի հետ, կամ դասական վերարկուն Մաքս Մարայից պարզ շապիկների հետ H&M-ից։ Ինչու սա դարձավ այդքան տարածված։ Նախ փոխվեց նորաձևության հանդեպ վերաբերմունքը, այսօր ավելի շատ գնահատվում է ոչ թե հագուստի գինը, այլ ճաշակը եւ այն ներկայացնելու կարողությունը։ Ոճը դարձել է ավելի անհատականացված, կարևորը թե ինչպես ես համադրում, ոչ թե որքան է նրա արժեքը։ Երկրորդ, սա կապված է գիտակցված սպառման հետ։ Մարդիկ ավելի հաճախ ներդրում են անում 1 կամ 2 որակյալ երկարաժամկետ օգտագործման իրերի մեջ, օրինակ պայուսակի կամ կոշիկի, եւ դրանք լրացվում ավելի մատչելի բազային հագուստով։ Սա դարձնում է զգեստապահարանը եւ գործնական, եւ տնտեսապես արդարացված։ Իհարկե, իր դերն ունեն նաեւ սոցիալական ցանցերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ինֆլուենսերները ամբողջ աշխարհում խառնում լյուքսն ու մաս մարքետը, կոտրելով հին նորաձևության կանոնները։ Այսօր մեկ բրենդից ամբողջական կերպար total look գրելը արդեն այնքան հետաքրքիր չէ, որքան յուրահատուկ համադրություն ստեղծելը։ Բացի այդ, հենց լյուքս բրենդերն էլ ավելի են մոտենում առօրյա կյանքին, իսկ մաս մարքետը հակառակը, ավելի հաճախ է ոգեշնչվում պոդիումներից, օրինակ Gucci կամ Prada-ի ցուցադրություններից։ Արդյունքում լյուքսի եւ մաս մարքետի խառնուրդը խոսում է ազատության, կրեատիվության եւ նորաձևության նկատմամբ նոր հայացքի մասին։ Սա հնարավորություն է լինել ոճային այստեղ եւ հիմա, առանց սահմանափակվելու որևէ շրջանակներով, եւ հավանաբար հենց դրա համար էլ այս տրենդը դեռ երկար կմնա մեզ հետ։ Դե ինչ սիրելիներս, եղեք ազատ, կրեատիվ եւ նորաձև։ Ձեզ հետ Նաիրա Հարությունյանն էր, մնացեք բարով։ Շնորհակալություն Նաիրային, ինչպես միշտ յուրահատուկ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար ու խորհուրդների համար, կարող ենք հետևել եւ լինել ել ավելի նորաձև։ Իսկ այս պահին ուզում եմ խոսել մեկ այլ ոլորտից, արհեստական բանականությունը, ինչպես գիտեք, հաղորդակցման ոլորտում բերեց թե դրական, թե բացասական ազդեցություն։ Այս մասին կփորձենք բարձել ու խոսել մեր այսօրվա հյուրի հետ զրույցի ընթացքում, եւ այսպես հաղորդակցման ոլորտի փորձագետ Արմինա Մամիկոնյանն է այսօր մեր տաղավարում։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ համաձայնել եք այսօր մեզ հյուր լինել։ Ձեզ շնորհակալություն։ Ես գիտեմ, որ դուք եկել եք Մոսկվայից եւ ձեզ Հայաստան է բերել մի շատ կարեւոր ծրագիր, որ կոչվում է խոսքի անատոմիա։ Մի քիչ կպատմեք ծրագրի մասին, նախ երբեմն մեկնարկե, ինչքան ժամանակ է, որ այն գոյություն ունի եւ ինչ է իրականանում այս ծրագրի ընթացքում։ Ծրագիրը մշակվել է 15 տարի, այսինքն ինձ իմ աշխատանքային փորձից, երբ որ ես անցա project management-ի լրագրողից, սկսվեց այդ հաղորդակցությունը, ինչպես գիտենք, լրագրողը ինքը ինձ պրոֆեսիոնալ կոմունիկատոր է, չէ՞, ինքան բոլորի հետ կարողանում է լեզու գտնի, բոլորի հետ։ Պիտի ունենա այդ խոսքի։ Այո, պետք է ունենա ոչ միայն վարպետությունը, այլ նաև հմտությունները իմանա այդ խոսքի, չէ՞։ Հետո որ ես սկսեցի զբաղվել project management-ով, այդ ծրագիրը ընդլայնվեց, այդտեղ ավելացավ ոչ թե միայն խոսքի վարպետությունը, այլ հոգեբանությունը, ինչը շատ կարևոր է կոմունիկացիայի հարցում, եւ վերջին 5 տարին է, որ այս ծրագիրը արդեն կա, արդեն գոյություն ունի, արդեն ես դասավանդում եմ այս ծրագիրը եւ այս տարի որոշեցի արդեն այս ծրագիրը բերել հասարակական հարթակ, այսինքն բերել սոցիալական կայքեր, ասել այս ծրագրի մասին սոցիալական կայքերով, որովհետեւ մինչ այդ ինքը միշտ եղել է օֆլայն։ Ես քանի որ եղել եմ
բազմաթիվ ճանաչված պրոյեկտների ոնց են ասում, այստեղ ամբասադոր կամ դեմք, այդ անձնական բրենդը զարգացել է, իմ անձնականը զարգացել է միշտ, այսպես ասած, ոչ թե թաքուն, այլ ավելի շատ չեք կիսվել այդ ամենով, իսկ հիմա եկել է ժամանակը, որպեսզի լայն մասաներին ավելի հասանելի լինի։ Այսինքն, որ ոչ թե այդ project management, այդ ծրագրերը դու հանդիսանաս իրանց դեմք, այլ նաև չմոռանաս նաև այդ ծրագրի մասին, որը 5 տարի է կա, եւ եկել է ժամանակը, որ այս ամենը նաև լուսաբանվի եւ Հայաստանում, որովհետև հաղորդակցման խնդիրը կա ամենտեղ, այնպես չի, որ մի պետությունը զարգացած է, բոլորը շատ լավ հաղորդակցում են միմյանց հետ, իսկ մեկը զարգացած չէ։ Այդպեսին չէ։ Որտեղ եք դուք կրթություն ստացել եւ ինչն է ձեզ տարել Ռուսաստանի Դաշնություն։ Սովորել եմ Մոսկվայի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդակցման համալսարանում Աստանկենը, այսինքն այդ բուհն է, որը պատրաստում էր բոլոր հաղորդավարներին, լրագրողներին, դեռ սովետից սկսված մինչ հիմա 4 տարեկանից ապրել եմ այնտեղ, ստացել եմ բազմաթիվ կրթություններ, բայց բոլորը երկար տարիներ այնտեղ ապրելով ոնց որոշում կայացրեցիք, որ այ պետք է գնամ իմ հայրենիք եւ այստեղ արդեն լայն զբաղվեմ գործունեությամբ ու տարածեմ կարևոր ծրագիր։ Միշտ եմ կապված եղել Հայաստանի հետ, այսինքն չի կարելի ասել, որ եղել եմ այն սփյուռքահայերից, որոնք մի քանի տարին մի անգամ գալիս են Հայաստան, գնում են Գառնի Գեղարդ, պուպուշ նկարվում են, գնում են, ոչ։ Իմ ընդհանրապես գործունեությունը միշտ Հայաստանի հետ կապված է եղել, միշտ երկկողմանի ծրագրեր եմ արել, միշտ աշխատել եմ այդ անգամ այդ project management-ի հարցում, ինչ որ հայկական ձեռագիր տամ այդ ամեն ինչին ու տարվա մեջ 3-4 անգամ միշտ եղել եմ Հայաստանում, տեղյակ եմ եղել ստեղի ծրագրերից, ինչի որոշվեց միտքը այստեղ այդ ամեն ինչը անել, ճիշտ ասած հուշեցին ընկերներս, որ ասեցին անում ես շատ կարևոր գործ, ինչի չես անում նաև մեր Հայաստանում, որովհետև դրա կարիքն իսկապես շատ կա։ Ես սահմանափակում էի նրանով, որ Մոսկվայում միշտ այս դասախոսությունները, այս վարպետաց դասերը անպայման անում էի Մոսկվայի հանրաճանաչ բուհերի հայկական համայնքների հետ, այսինքն հայ ուսանողները բոլոր ունեն համայնքներ, ցանկացած բուհում, ես իրանց հետ միշտ աշխատում էի, բայց հուշեցին, որ ոչ միայն այնտեղ արի այստեղ էլ արա, քանի որ դու Հայաստանում հաճախ ես լինում, դու Հայաստանում յուրի կարգավիճակում չես, դու ստեղ նաև կարելի ասել ապրում ես, ինչու ոչ, բայց ինչու ոչ, եթե դու կարող ես օգտակար լինել, հատկապես երիտասարդ սերունդին, որը նոր է մասնագիտանում, նոր է գնալու այդ գործնական ոլորտ եւ ինքը ունենալու է այդ խնդիրը ոչ թե նրա համար որ ինքը այդքան կիրթ չի ոնց ուրիշները որ ունի այդ խնդիրը ոչ բոլորս ենք ունեցել այդ խնդիրը ես որպես երիտասարդ մասնագետ ունեցել եմ այդ խնդիրը եւ որպես արդեն կայացած մասնագետ միշտ կա հաղորդակցման խնդիր որ մարդիկ խոսում են երկու գրագետ մարդիկ, բայց իրար չեն հասկանում։ Ինչի չեն հասկանում, որովհետև երբևիցե ընդհանրապես ապացուցված փաստ է հոգեբանական, որ 80%-ը բանակցության ժամանակ լսում է իր դիմացինին, զրուցակիցին հավասար այնքան, որ սկսի խոսել։ Հենց նրա համար, որ ինքը սկսի խոսել, չի լսում մինչև վերջ, չի լսում, եթե լսում այլ ինքը արդեն մտքի մեջ ձևակերպում է իր միտքը, ինչ ինքը սրան կպատասխանի, բայց իմաստ ունի լսել, որ հասկանալ ոչ թե միայն իր հեն ինֆորմացիան, որ քեզ են մատուցում, այլ էմոցիոնալ դաշտը, որ էմոցիոնալ դաշտում է քեզ այս ամենը մատուցվում, որովհետև բազմաթիվ մարդիկ հենց այդ դաշտում պարտվում են բանակցության մեջ, որովհետև շատ կարևոր է անգամ մարդու աչքը թարթելուց հասկանալ, կարդալ ինչ էմոցիա է այս պահին, իրան տիրում, հա, կարելի է ասել այդպես։ Անշուշտ, ինչ էմոցիայի մեջ է այս պահին գտնվում մարդը, ամեն դեպքում լսելն իսկապես շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ դու գուցե ունես ձևակերպած հարցեր քեզ մոտ, եւ մարդը պատասխանում է մի անգամից քո հաջորդ հարցին, իսկ դու չլսելով նրան տալիս ես այդ հարցը եւ ընկնում ես շատ տարօրինակ իրավիճակի մեջ։ Ոչ թե միայն տարօրինակ, ուղղակի մի կողմն է, երբ որ դու գնում այսպիսի բանակցություն, որտեղ մենք ես չունեմ ապացուցելու ինչ որ բան ձեզ, հա դուք էլ ինձ ուղղակի միմյանց լսում ենք եւ երկրորդ հարցն է, որ այս ամենը մենք տանում ենք դեպի գործնական ոլորտ, որտեղ դու այնտեղ կարիք կա ապացուցել քո մասնագիտությունը, ապացուցել քո փորձը, ապացուցել քո ծրագրի արդյունավետությունը, կարևորությունը եւ
եւ հենց այստեղ գալիս է ամենակարևորը, ոնց ասում են Ռուսաստանում, камень преткновения, որովհետեւ մարդիկ չեն կարողանում մատուցել։ Բոլորին թվում է, որ եթե մենք հիմա խոսենք շատ խելացի խոսքերով, օգտագործենք շատ տերմիններ, որ մենք ասենք երկար ու մանրամասն բացատրենք, մենք կլինենք ավելի հետաքրքիր։ Եթե ես ասեմ այս գեղեցիկ խոսքերը, ես ավելի պրոֆեսիոնալ կերևամ, հիմնականում ոչ։ Մենք ապրում ենք հիմա այն աշխարհում, որտեղ մենք ծանրաբեռնված ենք ինֆորմացիայով։ Այսինքն մենք արթնանում ենք, արդեն ունենք լուրեր, մենք ճանապարհին գնում ենք, ունենք լուրեր, գործի տեղը բազմաթիվ լուրեր, տուն ենք գալիս եւս մեկ անգամ լուրեր եւ այս իրավիճակի մեջ ինֆորմացիան պետք է մատուցել կարճ, հակիրճ եւ հասկանալի, այսինքն որ հասկանա լրագրող, հաղորդավարուհին եւ հասկանա այն տատիկը, որը այնտեղ նստած է հերոստացույցի տեսախցիկից այն կողմ, կամ էլ ոնց բացատրեմ իմ ծրագիրը այնպես, որ համ ինձ հասկանան իմ մասնագիտության մարդիկ, համ ինձ հասկանա իմ տնօրենը, որը պարտավոր չի իմ մասնագիտության հմտությունները իմանալ, բայց իրեն շատ կարևոր է հաղորդել այս միտքը, որ այս ծրագիրը այս պահին կարևոր է։ Ու եթե դու գնում ես շատ նեղ պրոֆեսիոնալ դաշտ, թվալով, որ բոլորը կիրթ մարդիկ են, բոլորը հասկանում են, բոլորը պարտավոր չեն ձեզ հասկանալ։ Դուք ունեք ձեր հմտությունները, իրանք ունեն իրանց հմտությունները։ Եվ այս դեպքում միշտ сталкиваемся. Մենք հանդիպում ենք մանիպուլյացիաների։ Ինչ են անում, մեզ մանիպուլյացիայի են ենթարկում, որ իրանց միտքը ճիշտ կարողանան դրսևորեն, կամ էլ մանիպուլյացիայով մեր մտքի կարևորությունը մի քիչ ավելի ցածրացնել։ Հա, եւ այս ամենը հաղորդակցության վարպետության մեջ է մտնում, որ պետք է իմանալ այդ նյուանսները, պետք է կարողանալ այդ տիրապետել։ Հայաստանում որ բուհերը ընտրվեցին եւ փաստորեն միայն ուսանողները հնարավորություն ունեին մասնակցելու, թե կան նաեւ հանդիպումներ, երբ թե մասնագետներ, թե ոչ մասնագետներ, ուղղակի մարդիկ առհասարակ այս ծրագիրը նախատեսված է մասնագետների համար։ Հայաստանում դասախոսությունները անցան Սլավոնական համալսարանում, պետական համալսարանում, Բրյուսովի անվան համալսարանում, Ժող ինստիտուտում, ոնց ասում են, հա, կա նաև մի քանի ծրագիր, որը դեռ պիտի կայանան, հիմա բանակցությունները ավելի շատ օրերն ենք ճշտում։ Այդ բուհերը հենց նստավը չընտրվեցին, շատ կարևոր էր, որ Հայաստանի առաջատար բուհերում լինի այս վարպետաց դասերը։ Եվ կարևոր չի մենակ լինեն ուսանող, այսինքն ուսանողներին այս ամենը հաղորդելը ընդամենը իմ սեփական ցանկությունն էր, որ երիտասարդ սերունդը իմանա։ Հիմնականում ես աշխատում եմ համ ուսանողների հետ, համ արդեն բիզնես ոլորտի մարդկանց հետ, որովհետև այս խնդիրը կա բոլորի հետ։ Ուսանողի մոտ այս խնդիրը այն է, որ գնա իրան ճիշտ դրսևորի իր գործատուի դեմ։ Գործատուի մոտ այս խնդիրը կա, որ կարողանա ճիշտ կոմունիկացիա հաստատի իր թիմի հետ։ Հասկանում եք, արդեն անցել ենք այն թիվը, երբ որ այն ժամանակները, երբ որ ուղղակի ղեկավարը ղեկավար էր եւ վերջ պետք է։ Վերջ դու չունես քո կարծիքը, ես ասում եմ պետք է, ուրեմն պետք է։ Վերջի 15 տարին այդ արդեն գնում է փառք Աստծո, որ այդ ամենը հեռանում է մեզնից։ Հիմա արդեն նույն ղեկավարները ունեն կոմունիկացիայի վարպետության պահանջ նրա համար, որ կարողանան ճիշտ հասկանան իրենց մասնագետին, որ կարողանան ճիշտ իրենց մասնագետի ունակությունները կարդան։ Հա, հասել ենք այն դարը, որ արդեն մասնագետներ այդքան շատ բռնված չի մի գործից, որովհետև մենք ունենք ինչ հեռախոս, մենք ունենք ինչ բլոգինգ, մենք ունենք ինչ պարտականության զգացողության մի քիչ ոնց է ռազմույցիա լղոզված է նոր սերունդը ուրիշ ձև է մտածում, բայց նոր գալիս է շատ նախ եւ առաջ խելացի սերունդ, բայց ունեցող իր բնավորությունը եւ մենք չենք կարող չհաշտվել այդ ամենի հետ։ Սովետ Յունիոնը մնաց այնտեղ, որտեղ մնաց։ Մեզ միլենիալներից շատ բարդ էր այդ ամենում, որովհետև մենք երկու ժամանակահատվածի արանքում մնացինք, որ դու համ մի քիչ ընտեղից ես, մի քիչ էլ ստեղից ես։ Դու պիտի համ ես տիրապետես, համ կամուրջ ես, էլի երկու սերունդների արանքում։ Հիմնականում իմ աշակերտների մեջ հենց շատ միլենիալներն են, որովհետև իրանք չգիտեն որ կողմից են։ Մեկը ես համ մեջս կա այն որ պիտի ուղղակի լսես եւ կատարես։ Պետք է լսես եւ կատարես, նաեւ մեջս կա այն ցանկությունը լինել ավելի լայն, լինել ավելի լայնածավալ, քո մասնագիտության մեջ ավելի ազատ, ունենալ քո կարծիքը, միշտ ղեկավարներում հետ աշխատել եմ, ինձ համ շատ են սիրել, համ վրես բարկացել են, միշտ ասում են
լավ ես անում գործը, բայց այդ քո կարծիքը, որ դու ուզում ես մինչև վերջ տանես, ես բացատրում եի արդեն որպես իմ երկրորդ մասնագիտությունը էքսպերտ по կոմունիկացիայում, բացատրում եմ, որ այդ կարևոր է, ավելի լավ է իմ օրինակով այս ամեն ինչի հետ համակերպվեք, որովհետև գալու է մի սերունդ, արդեն ստեղ է, որը որ չի հանդուրժի, որ չհամակերպվեք։ Եվ այդ անում է հաղորդակցության շնորհքը, հաղորդակցության վարպետությունը օգնում է այդ ամեն ինչին։ Արհեստական բանականությունը հաղորդակցման ոլորտում, հա, բերեց թե իր դրական, թե բացասական կողմերը։ Մի քիչ խոսենք այս մասին, որոնք են դրական եւ որոնք են բացասական։ Դրականը այն է, որ մենք ունենք շատ մեծ դոստուպ դեպի ինֆորմացիա, այսինքն մենք արդեն խնդիր չունենք այդ ինֆորմացիան ստանալու։ Մեկ քլիկ դու արդեն ունես։ Եթե մի քանի տարի առաջ, ընդամենը 3 տարի առաջ OK Google-ներ, OK Google ասա եւ ինքը տալիս էր բազմաթիվ տարբերակներ, բազմաթիվ կայքեր, հղումներ այդ կայքերին, այսօր ասում ես ChatGPT-ին «Привет», ինձ պետք է այս ինֆորմացիա եւ ինքը այդ ամենը արդեն զտելով տալիս է քեզ խմբագրված, գեղեցիկ, ըստ քո ցանկության մատուցում։ Տալիս է այդ ամեն ինչ որ կա, բայց կարևոր խնդիրը ստեղ այն է, որ հա դու ստացար լրատվությունը, բայց այդ լրատվությունը դու պետք է կարողանաս փոխանցես։ Դու պետք է կարողանաս ինտերակտիվ աշխարհից, ինտերնետ աշխարհից բերես իրական աշխարհ, որտեղ արդեն դու խոսում ես ոչ թե ChatGPT-ի հետ, ոչ թե հեռախոսիդ հետ, որտեղ դու բանակցում ես մարդկանց հետ։ Եվ մենք շատ վստահելով արհեստական բանակցությանը մոռանում ենք այն փաստը, որ պետք է չկորցնել ինքնավստահությունը, չկորցնել վստահությունը դեպի այն մարդկանց, ում հետ դու շփվում ես։ Մենք մնանք բանականի վերջո։ Այո, մենք մնանք, մեր ինտելեկտը չկորցնենք, որովհետև ուսանողների հետ, որ դե շատ եմ աշխատում, որ իրանց հետ խոսում եմ, ասում են դուք պետք է լինեք պարզ, ձեր մտքերը պետք է լինեն հասկանալի, բայց չկորցնեն իրանց խորությունը։ Եվ sense մի հատ տեսնում հարցականներ աչքերը մեջ, թե ոնց համպարզ լինենք, համ խորը։ Համ խորը, ոնց ես խոսամ հակիրճ, բայց սաղ միտքը տեղավորեմ։ Ես այդ դեպքում ասում եմ, որ okay, վերցնում ես քո ChatGPT-ին, որի հետ դու արդեն աշխատում ես։ Դու արդեն ունես, վերցնում ես իր մտքերը եւ տալիս ես քո ձեռագիրը դուր քո որ մարդը տեսնի քեզ։ Այսօր մենք ունենք շատ մեծ պահանջ բնականության, որ մարդ բնական լինի։ Եթե 5 տարի առաջ Instagram-ում այն գլամուր կերպարներն են, որոնք իդեալական են, որոնց ամեն ինչ իդեալական է, ունեին միլիոնավոր հավատարիմագրված մարդ, այսօր ովքեր են։ Այսօր այն մարդիկ են, որոնք իսկական են, որը արթնանում է եւ իրեն ցույց է տալիս ոնց ինքը արթնացավ, ոնց ինքը անում իր գործը, որ ինքը պատմում է ոչ թե նրա մասին, որ գիտեք, ես ծնվել եմ այսպես ռոզովի չքսախագեղմի վայրում եւ այս թակը եղել է գլխիս, այսօր ոչ, այսօր մարդիկ սիրում են նրանց, ով ասում է, գիտեք, ես անցել եմ այս ճանապարհը, ես ունեցել եմ այս բարդությունները, որի հետ ես ձեզ հետ կկիսվեմ, այսինքն մարդիկ ես իսկական եմ ու հիմա այսպեսին եմ։ Այո, եւ այդ ամենը հասկանալով մենք պետք է չտրվենք արհեստական բանականությանը։ Վերցրու քո ինֆորմացիան, տուր քո ձեռագիրը, եղիր բնական։ Անչափ շնորհակալ եմ, իրականում Արմինա այնպիսի ծավալուն թեմա է, որ կարելի է անverջ լսել ձեզ ու շատ հետաքրքիր եք խոսում ու վստահաբար բախտավոր են բոլոր նրանք, ովքեր կարողանում են մասնակցել ձեր լեկցիաներին ու մատուցած ինֆորմացիային։ Ինձ թվում է միայն ձեզ հաջողություն մաղթել եւ որպես վերջաբան, եթե կա ասելիք, եթերից հնչեցրեք, հա, հաջորդիվ գուցե հանդիպումները կամ եկող տարի ինչ է նախատեսվում։ Ներկա պահին նախատեսվում է հանդես ծրագրի ընդլայնումը համացանցում։ Ավելի շատ կլինեն պոդքասթները, ավելի շատ այս ամենը կգնա համացանցային դաշտ, ինչը վաղուց էր պետք անել։ Հիմնականում միակ մեսեջը, որը կարելի է ուղղել մեր հեռուստադիտողներին եւ այն մարդկանց, որոնք տեսախցիկից այն կողմ են, հաղորդակցությունը այսօր ավելի կարևոր է, քան թե այն բոլոր էմոցիաները, որ մենք կիրառում ենք դեպի մեր դեմի նստած մարդուն։ Կարևոր չէ ինչքան, կարևոր է ոնց, կարևոր է էմոցիան, կարևոր է քո ներքին իրավիճակը, ոնց ես դու այդ ամենը արտահայտում եւ ամենակարևորը շատ մեծ նշանակություն ունի ինչպիսին ես դու այդ պահին, իսկական ես թե հորինված։ Հորինված մարդիկ երկարաժամկետ չեն, իսկական մարդիկ մնում են երկարաժամկետ։ Բերեք վերցնենք բոլոր ինֆորմացիան եւ դարձնել մեր ձեռագրով ստեղծվածը եւ տալ իրենց մեր ձեռագիրը։
Շատ ճիշտ խոսքեր, շաքաղեցնող ու համաձայն եմ ձեզ հետ մեր հյուրներ հաղորդակցման ոլորտի փորձագետ Արմին Ամամիկոնյանը հաջողություն եմ մաղթում ձեր գործին եւ թող ակտիվ նաեւ հետևեն ձեր էջերին, որպեսզի իմանան հաջորդ նորությունները ու լսեն նոր հմտությունների մասին։ Այո, իրականում ինչպես նշեց մեր հյուրը, շատ կարեւոր է չկորցնենք մեր բնականությունը եւ նույնիսկ թատերական ոլորտում մենք միշտ ասում ենք, որ այս պարագայում ձևն է կարեւոր, ոչ խոսքը, որովհետեւ մեկ բարև բառը դու կարող ես ասել շատ տարբեր ձևերով եւ քո ինտոնացիայից, տեսակից, դեմքի արտահայտությունից, միմիկայից կամ սրտի ներսում կրող ազդեցությունից այդ բարևից մարդը շատ բան կարող է հասկանալ, սիրուց մինչև ատելություն եւ հակառակը։ Էնպես որ ուշադրություն դարձրեք ձեր ներքին աշխարհին, անկախ նայից ինչ եք խոսում, կարեւոր է թե ինչպես եք խոսում։ Եղեք բնական, անկեղծ, մաքուր, փորձեք գնալ այդ ուղղությամբ։ Այսօր այսքանն էր մեր հաղորդումը, թող ձեր օրը լինի բարի ու դրական էներգիայով, իսկական, ոչ արհեստական։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, մնացեք բարով։